small, big, medium, large, standard, compact, super, usual, extra, ultra. Ultraviolet. Ultraviolet. Ողջույն։ Այսօր հիշել եմ գրող ընկերոջս Աշոտ Խաչատրյանին, որ արդեն երկար տարիներ է ինչ տեղափոխվել է Մոսկվա։ Եթե մի քանի տարին մեկ գա կհանդիպենք, մինչդեռ կար ժամանակ, որ հանդիպում էինք ամեն օր։ Ավելին, մութուցուր տարիներին մի փոքրիկ գրողական ու ընկերական համայնքով օրերով միասին էինք, համարյա միասին էինք ապրում։ Գրական բոհեմ, որ առաջացել էր ցուրտն ու սովը միասին հաղթահարելու տնտեսագիտությունից։ Այնպես էր ստացվել, որ ես գրական միջավայրում մոտիկ շփումներ եմ ունեցել ամենատարբեր շրջանակների հետ, ամենատարբեր տարիքների, ջուրա գրողների հետ, որոնց նույն սեղանի շուրջ երբեք չէի տեսնի, բայց ինձ կարելի էր տեսնել նրանց բոլորի սեղանի շուրջ։ Բայց Աշոտը իմ մտերիմ ընկերն էր։ Մենք ոչ թե ժամերով, այլ օրերով, ամիսներով ու տարիներով ենք զրուցել իրար հետ ամեն ինչի մասին։ Ես եմ նրա ու իր ընկերուհու հետագայում կնոջ կապի առիթն ստեղծել ու ընկերուհին էլ միացավ մեր բոհեմական շրջիկ խմբին։ Սկզբում քնում էր օղու շուրջ, սեղանի շուրջ մեր երկար զրույցների ընթացքում, հետո սկսեց մեզ հետ խմել, հետո մեզնից տվեց անցավ։ Հետո ես ամուսնացա Վահան Իշխանյանի հետ ու նա էլ միացավ մեր խմբին։ Երբ Աշոտը Մոսկվա գնաց, ես ու Վահանը հաճախ էինք հիշում ու կարոտում Աշոտին, ու Վահանը հետմահու տպված դառը ծով իր վեպում ու հիշողություններ ունի, կարոտը արտահայտվում այդ վեպում։ Աշոտը տաղանդավոր գրող էր, արվեստի ու գրականության հրաշալի հոտառությամբ, բայց տպեց բանաստեղծությունների մի գիրք ընդամենը։ Գրական թերթի երիտասարդական հավաքածուի իր խմբագրած միակ համարում, որ տպվեց 95 թվին, կար նաև իր հրաշալի պատմվածքը, ժամանակը և դիպվածը վերնագրով։ Ու դա առասարակ շքեղ համար էր հատնտիր գործերով։ Համարի հրատարակումը հա ուշանում էր, քանի որ Աշոտը օրերով լռվում էր իր պատմվածքի ամեն մի ստորակետի վրա, մի բան փոխում էր, հարցնում էր ոնց է, ու ես արդեն տարբերությունը չէի նկատում։ Աշոտը թարգմանությունն էր անում։ Իսկ գրքից հետո իր գրած բանաստեղծությունները ցաքուցրված են տարբեր տեղեր գրական մամուլում։ Օրինակներից մեկը, որ ուզում եմ կարդալ, տպվեց Մարինե Պետրոսյանի խմբագրած էլի մեկ անգամյա հայելի թերթում, որ տպվեց 1993 թվին։ Թերթի հրատարակումը հնարավոր էր եղել ֆիզիկոս Վահրամ Մխիթարյանի առաջարկով ու հովանավորությամբ, երևի ի հիշեցումն ֆիզիկների ու լիրիկների ունեցած երբեմնի սովետական միջոլորտային կապերի։ Այդ թերթում տպված Աշոտի բանաստեղծությունը աղմուկ հանեց ու ոչ միայն ոչ նորմատիվ լեզվի պատճառով, այլև եռագույնի։ Հիմա կարդամ բանաստեղծությունը։ Վերնագիրն է «Ինչ դանդաղ ես մեռնում ու տգեղ, աղջիկս Երևան։ Երևան, աղջիկս, եթե ուզում ես խաղալ, բթամատդ մի դիր շնչափողիս։ Միթե անհնար է իրոք մեռնել խաղաղ կամ գոնե մեռնելիս չխոսել փողից։ Կամ պարզապես ապրել, որն ավելի լավ է, ինպես դնել ամեն տգեղ բանի վրա, թե չէ ինչ կարիք կա սարքել ցամաքային նավեր և լվացվելու փոխարեն հա նվնվալ։ Եվ ավելորդ է աղջիկս գրպաններս մտնել։ Ես իմ ողջ գումարը, ողջը ինչ ունեի, պարտք եմ տվել Աստծուն ու չեմ մտնել, թեև մի փոքր նախանձում եմ չվող թռչուններին։ Եվ իհարկե մտնում, որ չկարողացա գտնել ողջ ապրելու մի ձև, որ փողոցներդ կեղտոտ են, որ եթե գնամ, ինձ ոչ ոք չի կանչի։ Ես ամեն ինչ կանեմ աղջիկս, որ կարողանաս ինքնուրույն միզել, որ իմ վառած լույսը ինքս մարեմ կամ ինքնիրեն հանգչի։ Ինչ դանդաղ ես մեռնում ու տգեղ, և Աստված իմ դեռ որքան տհաճ են լուսաբացներդ բացվող, ինչպես որ վերքն առնանդամին։ Ուզում էի թեկուզ իբրև անասնակեր, բայց քո հողում աճել։ Ափսոս, որ չեմ ուզում նույնիսկ քեզ ունենալ։ Վերջացավ աղջիկս, ձեռդ հանի։ Հանիր ձեռքդ գրպանիցս և լկտի մի եղիր, ձվերս թող գոնե մեկը քեզնից հեռու փախչի և շարունակիր համբուրել ինքդ քեզ քո կարմիր կապույտ ու դեղին։ Ցավում է Երևան, բոզի աղջիկ։ Աշոտը այն հազվագյուտ գրողներից էր, որ սովետի փլուզմանն ու ազգային պետության առաջացմանն արձագանքում էր մեղմ ասած ոչ խանդավառությամբ։ Իմացած մյուս գրողը Հրանտ Մաթևոսյանն էր։
Վահան Իշխանյանն իր վեպում հիշատակում է դրա մասին, դա էլ կարդամ։ Հիմա ընկել ծով եք ուզում, ծով ունեիք, չուզեցիք, ասիք մեզ պետք չի։ Հենց մի քիչ խմում էր, ասում էր Աշոտ Խաչատրյանը։ Մի ուրիշ հատված։ Աշոտը ազգայնական, հայրենասեր, պրոռուս թե պրոարևմտյան տարբերություն չէր դնում, բոլորը նույնն էին։ Աշոտի համար նրանք բոլորը մեկ էին, եթե ազգասեր են, ուրեմն նրանք համ անկախության համար դոշ են տալիս, համ էլ ծովից ծով Հայաստան են ուզում։ Ու որ երրորդ բաժակը խմում էր, հանդիմանում էր ոչ միայն ինձ, այլև ողջ հայ ժողովրդին ու հայրենասերներին։ Հիմա ընկել ծով եք ուզում, հենա ծովը ունեիք, վարի տվիք։ Վահանն իր վեպում հիշում է նաև մի ուրիշ դեպք կապված Աշոտի ու 96 թվի հետընտրական ցույցերի հետ։ Էլի հատված պետք է կարդամ։ Գրող ընկերներիս Աշոտին, Ֆերեշեթին ու էլի մի քանի օգու գրողների տան մոտից էին տարել, թե իրանց խի էին բռնել, քաղաքականության հետ կապ չունեին։ Աշոտ, ձեզ ոնց բռնին։ Աշոտի խոսքն է։ Թամարյանի ծնունդն էր, գնում էինք իրանց տուն նշենք, մի 8 հոգի կլինեինք։ Թամարյանը դվայորնի քրոջը տեսավ, կանգնեց մի քանի րոպե, մեկ էլ եկան տանեն, ՀՀՇ-ի քեռին էր մեկը։ Որ մի քիչ շատով հավաքվել էին, կասկածել էին երևի։ Թամարյանը հանեց գրողների միության տոմսը, դե ամեն առիթով տոմսը հանում էր, այս անգամ չանցավ։ Ֆերեշեթի մոտ ինչ-որ օտար լեզվով գիրք կար, տեսան ասին շպիոն կլնեն։ Լցրին մեքենան սաղից, տարան կենտրոնի ոստիկանատուն։ Քննիչը վատ էր զգում, ասում էր ես մեղք չունեմ տղեկ, բայց խնդրում եմ հարցերիս պատասխանեք։ Պատասխանում էինք, հերթը հասավ Մարետին, հիշում ես Մարետին, շատ լավ աղջիկ էր, բոզ էր, տրասելնում աշխատում էր, փողը բերում հարիսնոցում մեր վրա ծախսում։ Քննիչը հարցրեց Մարետին, դուք եք գրողների միության անդամ, ասեց չէ, ես միայն թղթակցում եմ։ Նելի Շահնազարյանը զանգեց մի հայտնի մտավորականի, նա ասեց դե մի բան արած կլնեք, որ տարել են։ Այս անունները գրողների անուններ էին։ Ես էլի բան եմ հիշում, որ Աշոտը պատմում էր այդ դեպքից, ասում էր, որ քննիչը գրող Վահան Տեր-Ղազարյանին հարցաքննելիս նկատի ունենալով այդ օրվա գործողությունները հարցրել է, երբանից եք սկսել խմել։ Վահանը պատասխանել է 8 տարեկանից։ 90-ականների մեր կյանքից մի դեպք էլ հիշեմ։ Դե ուտելու բան չկար, միշտ սոված էինք։ Երբեմն մեզնից մեկը գնում, մեր ծանոթ պաշտոնյա գրողներից փող էր հայթայթում, որ ուտելու բան առնենք։ Այդպիսի մի օր փողը վերցրել էինք, այն ժամանակ տարածված սառեցրած նրբերշիկ ու հաց էինք առել։ Խմբից մի քանի հոգի դեռ չկային, սպասեցինք մինչև գան, որ միասին ուտենք, ու Աշոտը բեմադրություն արեց։ Նրբերշիկը թաքցրեց այն օրերի առատ ձյուների մեջ, ու երբ մեզ միացան մեր ընկերները, իբր հանկարծ պատահմամբ նկատեց, վայ, ու գտավ այդ նրբերշիկի փաթեթը ձյուների տակից։ Հիշում եմ այդ աստվածային հրաշքից անակնկալի եկածների արցունքները։ Հետո ուղակի հենց փողոցում այդ սառույցախառը նրբերշիկը խփշտեցինք։ Հիմա անուշ նոտայով եմ պատմում, բայց այն օրերին մենք մեզ կորուսյալ սերունդ էինք համարում, բնութագիր, որ տվել է Գերտրուդ Ստայնը առաջին համաշխարհայինի ողբերգությունն ապրած գրողներին։ Ով կպատկերացներ, որ կհասնենք այդ դժվարությունների ծանր գնով ձեռք բերածը քամուն տալու դաժան օրերին ու կլինեն ավելի կորուսյալ սերունդներ։ Աշոտի մի բանաստեղծություն հոկտեմբեր անունով հատկապես շատ սիրվեց ու տարածվեց։ Ինքը Մոսկվայում բանից բեխաբար, այստեղ Facebook-ում իր անունով էջ սարքեցին ու այդ բանաստեղծությունը փոստից փոստ տարածում ու լայքում են։ Կարդամ նաև այդ բանաստեղծությունը։ Հոկտեմբեր։ Հեռանում է օրվա մակույկն նորորվելով։ Իմ ցաված սիրտ, քեզով հետ կբերի, ու չուն տերևների դեղինակ վարելով մառախուղն է ներկում հոկտեմբերի։ Քանի անուն մշուշի մեջ կորավ, մերձավորի ձայնն է կանչում հողից, ու փոխարի նման այս ամիսը խոնավ բթամատն է դնում շնչափողիս։ Դիակից էլ սառներ այս հատվածը աշնան, քանի անուն մշուշի մեջ, կոշիկներիս նման ներսս մաշված ցեխաջուր է խմում ու չկա վերջ այս տաղտուկին, ցրտին, գիշերներին անքուն, հոկտեմբերին ապա, որ կյանք տևեց, իմ մոտավոր հաշվով դեռ չեմ ապրել կյանքում, սակայն գիտեմ մահվան անթիվ ձևեր։ Եվ շարունակ օրվա մակույկն է հեռանում, այս տարբերակն անշուշտ կչարչարի, իմանայի գոնե ով է հոգին առնում, եւ ով ինձ հերձողին կվճարի։
Այս բանաստեղծությունը հանգավոր է։ Տարիներ առաջ հանգավորի ու անհանգի մասին բանավեճեր կային գրական շրջանակներում ու անգամ այդ ժամանակ որ մնաց հիմա իմ աչքին անհեթեթ էին այդ զրույցները, որովհետև ամեն տեսակի մեջ էլ լավ ու վատը կան։ Նման բանավեճերի ժամանակ Հովհաննես Գրիգորյանը, որ լավագույն հայ վերլիբրիստներից է, ի պատասխան իբրև թե ավանդական հանգավորի պաշտպանների ասում էր, որ էլ ավելի հին ու ավանդականը անհանգը, քանի որ մեր հնագույն պոեզիան եղել է հենց անհանգ։ Իդեպ Նարեկացին իր անհանգ մատյանում երկու հատված հանգավոր է գրել ի վերջավորության բառերով ու հիշատակում է հանգավորները լալկան կանանց եղերամայրերի երգերը որպես նման վերջավորությամբ տողերով առավել հուզականություն ունեցող գործեր։ Նարեկացու այդ հատվածն էլ կարդամ։ Եվ արդ նրանց հետ, որոնք ողբագին եղանակների համաձայն խոսքեր են շարահարում, հորինում հարմար, ամեն մի տողի վերջում միևնույն գիրը դնելով, որով արտասուք հոսեցնելու չափ մորմոքեցուցիչ, առավել սաստիկ ու սուր են ճմլում սրտի ցավերը, ուստի ես ինքս գլուխն անցած այժմ այդպիսիների, որոնք լալագին բանաստեղծություն են եղանակում, նրանց ողբաձայն հեծեծանքներով վշտակիր, հոգիս եմ պարզում ահա եւ այլն։ Իհարկե պիտի տարբերել անհանգն ու վերլիբրը։ Անհանգ բանաստեղծությունը, որին նաև սպիտակ ոտանավոր են ասում, պարզապես հանգեր չունեցող չափածո է։ Իսկ վերլիբրը ազատ բանաստեղծությունն է, որ ոչ միայն անհանգ է, այլև չափածո չէ։ Այս դեպքում ռիթմի տարբերությունը արձակից զուտենն է, որ տողերը շարահյուսական, արտասանական ինքնուրույն առանձին միավորներ են։ Ուրեմն Հովհաննես Գրիգորյանը վերլիբր էր գրում, իսկ Արմեն Շեկոյանը ազատն ու անհանգը ընդհանրապես բանաստեղծություն չէր համարում, ասում էր ով չի կարում հանգերով գրի, բանաստեղծ չի։ Վերադառնամ Աշոտի բանաստեղծությանը, ուզում եմ ուղղակի խոսել այն մասին, թե ոնց է հանգը, հանգի փնտրտուքը գործում բանաստեղծություն գրելիս։ Բանաստեղծության երկրորդ տողում, որ բաժանված է երկու մասի, կոտրելով քառատողի պայմանականությունը, կարդում ենք կարճ իմ ցաված սիրտ քեզով հետ կբերի։ Մի քիչ տարօրինակ է սիրտը հետ բերելու այս պատկերը։ Սրտի մասին հազարավոր ձևակերպումների մեջ չեք գտնի նման պատկեր։ Բայց երբ կարդում ենք հաջորդ տողերը ու չուն տերևների դեղին ակվարելով մառախուղն է ներկում հոկտեմբերի բերի, տեսնում ենք, որ դա հանգավորման համար է արված։ Հանգի պարտադրանքը, որ անհաջող դեպքում Զորովիցի արհեստականությամբ է շնչում, այս դեպքում ստեղծել է սիրտը հետ բերելու փոքրինչ տարօրինակված պատկեր, որը կարդալիս մի պահ դադար է առաջանում մեր մտքում, քանի որ սրտի մասին բյուրավոր պատկերների մեր ակնկալիքն է կանխվում, միևնույն ժամանակ առանց ինչ-որ արտասովոր բառերի, այլ շատ սովորական հետ բերել բառերով։ Սրտի մասին ծանոթ պատկերային կաղապարները առանց ճոռոմ կամ բարդ լեզվախաղի կանխվել են ու ասես մեր կանխապատկերացրած ֆոկուսը մի քիչ խախտված լինի։ Ու այդ խախտումը դրա առաջացրած ընկալման փոքրիկ դադարն է այս տողերին մեծ ուժ պարգևում։ Միևնույն ժամանակ սիրտը հետ բերելու այդ պատկերը մի ներքին տրամաբանությամբ կապվում է օրվա հեռացող մակույկի ու տերևների չվի հետ, այսինքն հեռացող օրվա ու տերևների պատկերի հետ է խոսում, սիրտը հետ բերելը եւ շարունակվող տողերում զուգորդվում է նաեւ հեռացած կորած անունների հետ։ Հեռացման ու հետբերման այս հակադիր շարժումների տրամաբանությունն է, որ գործում է առաջին հայացքից անտեսանելի, գործում է խորքում։ Եվ այսպես ստացվում է, որ հանգի փնտրտուքը զուտ հնչողության նմանության զիրույն չի, այլ անգիտակից մի մակարդակում գործում է պատկերային ընդհանուր տրամադրության ու տրամաբանության հետ մեկտեղ։ Աշոտի մասին պատմելու շատ բան կա, բայց այսօր բավարարվեմ այսքանով։ Աշոտ ջան, ողջույն։ Երևի այդ ժամանակներում էլ ծնվեց Երկիր Նայիրի տեսիլքը, որովհետև Նայիրին այն է, ինչ անիրական է, չշոշափվող։ Նայիրին չի կարող երկրային լինել, բաղկացած կենդանի տներից, վարած սևահողից, հղի կանանցից, անգամ հրապարակվելիս, անգամ սովետական Հայաստանում երկրորդ գիրքը գոնե բողոքի ալիք բարձրացրեց ընդհուպ մինչև գիրք նայրելու ակցիաներ։